Երկրորդ Տիմոթեոս 3:8 Արդ ինչպես Հաննեսն ու Համրեսը դիմադրեցին Մովսեսին, այնպես էլ սրանք դիմադրում են ճշմարտությանը, ապականված մտքով մարդիկ, հավատի վերաբերյալ անարժեք։ Ծանոթ համարա, կարդացել եք, լսել եք այս համարի վրով քարոզ, այս համարը կարդացել եք, երևի, եթե սկզբից մինչև վերջ կարդացել եք, ուրեմն ես էլ մեջն եղել։ Հալելույա, ես ուզում եմ վերջի մասի վրա կանգնենք։ Հավատի վերաբերյալ անարժեք, հավատքի վերաբերյալ անարժեք, ապականված մտքով մարդիկ, որոնք հավատի վերաբերյալ անարժեք։ Չեք կարծում, սրանք են մարդիկ են, ովքեր հավատքի վերաբերյալ անարժեք կարծիք ունեն։ Մտքով ապականված մարդիկ հավատքի վերաբերյալ անարժեք կարծիք ունեն։ Ինչքան են կարդացել ու սրան ուշադրություն չենք դարձրել։ Մտքով ապականված մարդիկ հավատքի վրայով անարժեք կարծիք ունեն։ Ինչա դա ձեզ ասում։ Ինչա նշանակում անարժանաբար են մոտենում։ Այնպես ինչպես պետք է իրար մոտենում։ Արժանի չեն, որ մոտենում են, թե արժեք չեն տալիս, որ մոտենում են։ Չեն գնահատում այդ մեծ ասենք շնորհքը, որ ունեն այդ հնարավորությունը մոտենալու։ Հիմա այստեղ հարց առաջանում, հավատքի վերաբերյալ անարժեք կարծիք ունեն, թե հավատքի համար անարժանի են։ Կարանք ասենք, ինչին որ դու արժեք չես տալիս, դու արժանի չես։ Ես այնքան կուզեի այս բառերը շատ մարդ լսեր։ Ինչին որ դու արժեք չես տալիս, դու դրան արժանի չես։ Ինչի է Աստված ասում իր խոսքում, որ իրանք իրանց արժանի պատիժը կրեցին։ Որտեւ այդ պատժի համար իրանք արժեք էին տվել, որ այդ պատիժը կրեին։ Գին էին վճարել։ Պատիժը կրելու համար գին էին վճարել։ Դրա համար կոչվում է իրանց արժանի պատիժ։ Ինչին որ դու արժեք չես տալիս, դու դրան արժանի չես։ Եվ նույն կերպ կարանք ասենք, այն ինչին որ դու արժանի չես, դա նշանա, որ դու դրան արժեք չես տալիս։ Եվ այն ինչին որ դու արժեք չես տալիս, դու ուրանում ես։ Որտեղ մարդիկ ինչ են մի բան ուրանում, որպեսզի արժեք չտան։ Խուսափում են արժեք տալուց, դրա համար ուրանում են։ Օրինակ Պետրոսը խի ուրացավ Հիսուսին, որովհետև հրաժարվեց վճարեր անարգանքը կամ հալածանքը։ Ուրանալ նշանակում է հրաժարվել արժեք տալ մի բանի։ Ինչին որ դու արժեք չես տալիս, դու դրան արժանի չես։ Ոչ թե այն ինչին որ դու արժեք չես տալիս, դա քեզ արժանի չի, այլ ինչին որ դու արժեք չես տալիս, դու դրան արժանի չես։ Հիմա այստեղ ասում է հավատքի վերաբերյալ անարժեք, այս մարդիկ արժեք չէին տալիս հավատքին, թե արժանի չէին հավատքին, երկուսն էլ, այս մարդիկ արժեք չէին տալիս հավատքին, թե արժանի չէին հավատքին, երկուսն էլ, որովհետև դու արժանի ես այն բանին, ինչին որ դու արժեք ես տալիս, եթե մի մարդ մի բան է վաստակում, նա արժանանում է մի բանի, ինչի արժանացա, որովհետև ինքը արժեք տվեց, որտեվ ինքը ինչ-որ մի բան տվեց, որ դիմացը առնի։ Ոնց ման ենք գալիս կանգնում ենք տալ առնելու օրենքի վրա։ Տալ առնելու օրենքի վրա։ Դու արժանի ես այն բանի, ինչի որ դու արժեք ես տալիս։ Մատթեոս 10:7 համարից։ Եվ երբ գնաք, քարոզեցեք եւ ասեցեք, երկնքի թագավորությունը մոտեցել է։ Հիվանդներին բժշկեցեք, որոտներին մաքրեցեք, մեռելներին հարուցեք, դևերին հանեցեք, ծրի առել եք, ծրի էլ տվեք։ Վերջապես եկանք հասանք շատ սպասված համարին, որ պիտի այսօր մեկնաբանվի, ինչի ասում ծրի առել եք, ծրի էլ տվեք, երբ որ ոչինչ չկա ծրի։ Ծրի առել եք, ծրի էլ տվեք։ 7-րդ համարում ասում երբ գնաք, քարոզեք, ասացեք, երկնքի թագավորությունը մոտեցել է։ Եվ ոչ միայն ասեք երկնքի թագավորությունը մոտեցել է, այլ դրսևորեք երկնքի թագավորությունը։
Ինչպես հիվանդներին բժշկելով, բորոտներին մաքրելով, մեռելներին հարություն տալով, դևերին հանելով, ցույց տվեք երկնքի թագավորությունը։ Ոչ միայն ասեք, այլ ցույց տվեք, demonstrate արեք անգլերենով ասած, դրսևորեք երկնքի արքայությունը։ Գնացեք եւ քարոզեք ու ասեք, մոտեցել է երկնքի արքայությունը եւ ցույց տվեք երկնքի արքայությունը մարդկանց։ Եվ շարունակության մեջ ասում է, ծրի առել եք, ծրի էլ տվեք։ Ինչ են իրանք առել երկնքի արքայությունը։ Ինչ են իրանք այդ պահին տալիս։ Ինչ են տալիս։ Խոսք են տալիս։ Ասում է գնացեք քարոզեք ու ծրի տվեք, թե ասում է բժշկեք, ծրի տվեք։ Ինչ են իրանք տալիս։ Բժշկություն, ազատագրություն, մաքրություն, բորոտությունից, վերադարձ կյանքին, հարություն, գերբնական բաներ են տալիս։ Այստեղ մի քանի բան է բացահայտում։ Ասում է ծրի առել եք, ծրի էլ տվեք։ Այստեղ ծրի բառը հունարենում նշանակում է ոչ ֆինանսականին վերաբերվող մի բան ծրի։ Այսինքն լսում ենք ծրի, միանգամից մեր միտքը եթում է ֆինանսականի վրով, չէ՞։ Ֆինանսականով ծրի չես վճարել ֆինանս, որ առել ես, հիմա էլ ֆինանս մի վերցրու։ Բայց այստեղ ֆինանսի մասին չի խոսում։ Երբ որ Պողոսը խոսում է փրկության մասին եւ մեղքերից լվանալու մասին, ինքը խոսում է, ասում է, ձեր գործերից չէր, որ դուք փրկվեցիք, այլ հավատքի լսելով, չէ՞։ Գործերով չէր, որ դուք փրկվեցիք, այսինքն դուք չվճարեցիք գործ, որ փոխարենը ձեզ տրվեց։ Չի խոսում ֆինանսի մասին, չվճարեցիք ֆինանս, որ փոխարենը ձեզ փրկություն տրվեց։ Հիմա այստեղ ձերի ասվածը ֆինանսին չի վերաբերվում։ Այն ինչին, որ վերաբերվում է մեր արդարության, որ մենք չենք վճարում ասում, որ փրկվենք, բայց հավատք ենք վճարում, որ փրկվենք։ Մեր անձնական արդարությունը չի։ Այստեղ մի բան է բացահայտում, որ այդ հրաշքները, որ իրանք տալիս էին գերբնական բաները, բժշկությունը, բորոտությունից մաքրելը, մեռելներին հարություն առնելը, իրանք դա ստացել էին ծրի ոչ փողի իմաստով։ Այսինքն իրանք ինչ որ մի բան չէին արել, ինչ որ մի արդար գործ, որի համար Աստված տվել էր այդ կարողությունը, իրանք հրաշքան էին։ Այսինքն ուզում էր ասել, որ երբ որ գնաք, մի փնտրեք սուրբերին արդարներին, որ միայն բժշկեք։ Մի նայեք այս տեսակի մարդկանց հատուկ բժշկեք, այլ ամեն տեսակի մարդկանց ծրի առել եք, ծրի էլ տվեք, ծրի ի նկատի ունի մի նայեք հատուկ արժեք ունեցող մարդկանց, որ միայն բժշկեք։ Մի նայեք մարդկանց արժանիքներին, որ իրանց ինչ-որ մի բարիք անեք։ Բայց դա չի նշանակում, երբ որ դու մի բան ես անում, դու չես ակնկալում ինչ-որ մի բան մարդկանցից։ Օրինակ, Հիսուսը հանդիմանում էր այն քաղաքներին, որոնց մեջ ինքը բժշկություն արեց, բայց մարդիկ փոխարենը չապաշխարեցին։ Այսինքն ինչ պիտի իրանք վճարեին։ Ապաշխարել, որ չարեցին։ Եվ հիմա Հիսուսը կանգնել է ու իրանց հանդիմանում է դրանց համար։ Ուզում ասի, ես ձեր մեջ հրաշքներ գործեցի, դուք տեսաք այդ հրաշքները, բայց դուք չապաշխարեցիք։ Եթե Սոդոմն ու Գոմորը տեսնեին այդ հրաշքները, հիմա շուտվանից քուրձ ու մոխիր էին հագել ու ապաշխարել էին։ Այսինքն, թեև Հիսուսը ձրի էր տալիս, ոչ փողի իմաստով, իրանց արժանիքների իմաստով, ձրի էր տալիս, բայց ինքը փոխարենը ակնկալում էր ինչ-որ մի բան։ Այդքան էլ հեշտ չի սա հասկանալ, ասեմ։ 8-րդ համարում ասում է, հիվանդներին բժշկեցեք, բորոտներին մաքրեցեք, մեռելներին հարուցեք, դևերին հանեցեք, ձրի առել եք, ձրի էլ տվեք։ 9-րդ համարում ոչ ոսկի, ոչ արծաթ եւ ոչ պղինձ իրանցից մի վերցրեք, որ գնում եք քարոզելու եւ բժշկելու։ Ոչ ոսկի, ոչ արծաթ, ոչ էլ պղինձ մի վերցրեք։ Ինչ ասում ձեր գիրքը։ Մատթեոս 19։ Երբ որ գնաք իրանց քարոզեք ու բժշկեք, իրանցից ոչ ոսկի, ոչ արծաթ, ոչ պղինձ չվերցնեք, բժշկվողներից չվերցնեք, թե տնից դուրս գալուց ձեր հետ չվերցնեք։ Եթե ասում է, ձրի առել եք, ձրի տվեք, այսինքն փող չես վերցնելու դիմացը մարկանցից։ Քեզի իշտան չես վերցնելու, ասելու ես չէ, ես ձրի առել եմ, ձրի պիտի տամ։
Եվ տնից դուրս գալուց էլ ասում է ոչ մի բան ձեր հետ մի վերցրեք։ Բայց ոնց դու պիտի ապրես, գոնե քո հետ վերցնես, որ ընդեղից բան չես վերցնելու, կարողանաս ապրես։ Այդ ընթացքում որ քարոզում ես։ Բայց չեք տեսնում, որ սա լրացնում է նրան, սա ցույց է տալում, որ ձրի ասվածը ի նկատի չունի ֆինանսին։ Գերբնականն են առել իրանք։ Բժշկելու ունակությունը, կարողությունը, որ իրանք առել են Աստծուց, ասում է ձրի առել եք, ձրի էլ տվեք։ Եվ դա ի նկատի չունի ֆինանսին, որ դու ֆինանսով առել ես։ Ի նկատի ունի քո արժանինքներով դու չես առել այդ ամեն ինչը, դու արժան չէիր, որ այդ հրաշքը քո միջոցով տեղի ունենար, բայց քեզ տրվել է։ Եվ դու էլ մի նայի մարդկանց արժանինքներին, որ իրանց բժշկես թե չբժշկես, էս ի նկատի ունի։ Այստեղ երբեք ֆինանսին ի նկատի չունի, որովհետև եթե ֆինանսին ի նկատի ունենա, ինքը չի թողում մարդկանցից ֆինանս վերցնեն, եւ մի ուրիշ կողմից էլ չի թողում տնից էլ ինչ որ մի բան վերցնեն իրանց հետ։ Բա ինչ պիտի անեն, ինչով պիտի ապրեն։ Մեծ հարց առաջանում։ Նշանակում է ինքը ֆինանսին ի նկատի չունի, որ ասում է ծրի տվեք։ Եկեք կարդանք։ Հիվանդներին բժշկեցեք, բորոտներին մաքրեցեք 8-րդ համար։ Մեռելներին հարուցեք, դևերին հանեցեք, ծրի առել եք, ծրի էլ տվեք։ 9-րդ համար։ Ոչ ոսկի, ոչ արծաթ եւ ոչ էլ պղինձ վերցրեք ձեր դրամապանակի մեջ, ոչ պարկ ճանապարհի համար, այսինքն ճանապարհ են ուզում դուրս գան, գնան քարոզելու, տնից դուրս գալուց ձեր այդ բան մի վերցրեք։ Ինչի տնից դուրս գալուց ձեր այդ բան մի վերցրեք, որովհետև պատրաստվեք, որ այնտեղ մարկանցից վերցնեք, դրա համար տնից դուրս գալուց մի վերցրեք։ Ուզում եմ ուշադրություն դարձնեք մի բանի վրա, երբ որ ասում եմ մի վերցրեք տնից դուրս գալուց այդ ամեն ինչը, դա նշանակում է իրանք ունեն էդի, հենց չի որ իրանք չունեն։ Իրանք ոսկել ունեն, արծաթել ունեն, պղինձել ունեն, դրամապանակել ունեն։ Բայց ասում եմ մի վերցրեք այն ինչ որ դուք ունեք, ինչի համար, որպեսզի առիթ ընձեռվի այն մարկանց ում որ իրանք քարոզելու են, որ այդ մարդիկ իրանց ներդրում ունենան նյութական եւ լինեն օրհնված։ Հենց դրա համար ասում։ Մի վերցրեք, որովհետեւ ձեզ պիտի այնտեղ օրհնեն։ Հունցքը հասել է, այդ հունցքը ինչի նկատի ունի։ Խաղողներա պետք։ Մարկանցի նկատի ունի։ Մարդկանց վրա մենք պետք է աշխատենք, մշակենք, բայց այն հունցքը որ հասել է, դա մարդիկի նկատի չունի։ Դա ի նկատի ունի այն օրհնությունը, ֆինանսական, նյութական օրհնությունը, որ հասել է, պատրաստ է գա քեզի, եթե դու այդաս Աստծո գործը անես։ Տեսեք, ասում է ոչ ոսկի, ոչ արծաթ, ոչ պղինձ վերցրեք ձեր դրամապանակի մեջ, մի վերցրեք, ոչ պարկ ճանապարհի համար, ոչ կրկնակի հանդերձ, ոչ կոշիկներ, ոչ էլ ցուպ, որովհետև մշակն արժանի է իր կերակուրին։ Տեսեք, մշակն արժանի է իր կերակուրին։ Մի վերցրեք այն բանի համար, որովհետև իրանք պիտի ձեզի տան այդ ամեն ինչը։ Ուշադիրեք, մի վերցրեք, որովհետև իրանք պիտի ձեզ տան այդ ամեն ինչը։ Անես չի որ դու չունես դրա համար չես վերցնում, դու ունես, դու տունն ես թողում դիտավորյալ, Աստված դիտավորյալ ասում է քոնը մի վերց։ Մենք սկզբից կարդացինք, որ հավատքի մեջ անարժան մարդիկ, հավատքով անարժան մարդիկ։ Եվ հարց առաջացավ, այս մարդիկ արժեք չեն տալիս հավատքին, թե անարժան են հավատքին։ Երկուսն էլ։ Որովհետև դու արժան ես այն ինչին, որ դու արժեք ես տալիս, ինչին, որ դու արժեք չես տալիս, դու արժան չես։ Տարիների մեր հավատացած, պատկերացրած քրիստոնեությունը հավատի վերաբերյալ անարժան է եղել, անարժեք է եղել։ Ինչի, որովհետև մեզ ոչ մեկ չի սովորացրել, որ մենք արժեք պետք է տանք եւ մեզ նույնիսկ զրկել են արժեք տալուց։ Իրանց տեսակ քարոզներով։ Երբ որ գնաս քարոզելու, հանգարց մարկանցից ոչ մի բան չվերցնես, արդեն այդ չվերցնողը զրկում է այդ մարկանց արժեքից, այդ մարկանց հնարավորություն չի տալում արժեք տալու այդ հավատքին, որ իրանք ընդունելու են, և եթե արժեք չեն տալիս, նշանակում է անարժեք է լինելու հավատքը իրանց համար միշտ, իրանց ամբողջ կյանքում, մշակն արժանի է իր կերակուրին, 11-րդ համար ասում է, և որ քաղաքը կամ գյուղը մտնեք, հարցրեք, թե այնտեղ ով է արժանավորը և այնտեղ մնացեք մինչև ձեր գնալը։ Ով է արժանավորը, ինչ ուզում ասի, ով է արժանավորը։ Ով է այդ արժանավորը, ով որ արժեք է տալիս։
նա էլ արժանավորն է։ Մշակն արժանի է վարձքին, եւ ով որ այդ վարձքը տա արժանացնի մշակին, նա էլ արժանավորն է։ Մշակն արժանի է վարձքին, եւ հարցրեք ով է արժանավորը։ Նա է արժանավորը, ով որ այդ արժեքը մշակին կտա։ Իրա տունն էլ մնա, միջև որ տեղից գնաս։ Հիսուսն ասում է իր աշակերտներին. գնաք հարոզելու եւ տես ով որ քեզ կտա այդ վարձքը, այն ինչին որ դու արժանի ես։ Ուրեմն այդ մարդն էլ արժանավոր է քեզ։ Իրա տունն էլ մնա, միջև որ տեղից գնաս։ Դա արդեն արժեք ունի քո համար։ Ու էդի մնայուն նա դառնում։ Դու չես կորցնում էդի։ Չես կորցնում, որովհետև դու արժեք ես տվել։ Ասում է բերեք 10% իմ տունը եւ մնացած 90-ը դուք չեք կորցնի, ես կհանդիմանեմ ուտողին։ Եվ որ քաղաքը կամ գյուղը մտնեք, հարցրեք, թե այնտեղ ով է արժանավորը։ Ոչ թե ամեն մեկի տուն գնացեք։ Ոչ թե ամեն մեկին բժշկեք, ուշադիրեք, այլ արժանավորի տուն գնացեք եւ արժանավորի տան մեջ ինչքան հիվանդներ կա բժշկեք։ Արժանավոր ոչ թե գործերից, այսինքն իր արդարությունից արժանավոր, որովհետև ես մեկը հավատացյալը արժանավոր է, մեկը աշխարհիկա չէ, այդպես չի։ Այդ ձևով չի նայում Աստված արժանավոր, ինքը նայում է այն մարդկանց արժանավոր, ովքեր արժեք են տալիս քո քարոզչությանը, քո արած գործին, քո արած բժշկությանը։ Գիտեք, պատճառներից մեկ որ մեր միջոցով հրաշքներ չի տեղի ունեցել, որովհետև մենք հավատացել ենք ծրի, ֆինանսապես ծրին։ Դրա համար Աստված չի թույլ տվել, որ հրաշք տեղի ունենա։ Որտեղ մենք էլ, որ պիտի հրաշքը տանք, փոխանցենք, մենք ինքներս հավատացել ենք, որ մենք ֆինանսապես ծրի պիտի անենք էդի։ Տեսեք, եթե ֆինանսին է վերաբերվում, ծրի առել եք, ծրի էլ տվեք։ Ինչի է Պետրոսը Ղուկաս 18:28-ում տեսեք ինչ ասում։ Ապա Պետրոսն ասեց Հիսուսին. ահա մենք ամեն բան թողեցինք եւ եկանք եւ քեզ հետևեցինք։ Պետրոսը ուզում է Հիսուսին ասի. մենք գին վճարեցինք, որ քո հետևից եկանք։ Ուշադիրեք, գին վճարեցինք։ Մենք ամեն բան թողեցինք եւ եկանք քո հետևից։ Նա էլ ասեց նրանց. ճշմարիտ եմ ասում ձեզ, թե չկա մեկը, որ Աստծո թագավորության համար թողել է տուն, կամ ծնողներ, կամ եղբայրներ, կամ կին, կամ զավակներ, եւ ներկա ժամանակում բազմապատիկը չստանա, իսկ գալիք աշխարհում հավիտենական կյանքը։ Դու երբ որ մի գին ես վճարում, դրա դիմաց հարյուրապատիկն է Աստված վճարում։ Եկեք մեկը միշտ մեր մտքից հանենք ծրին։ Դու գիտեք ինչ էր դժվար Մովսեսի համար, որ ինքը միանգամից չհանեց Իսրայելին Եգիպտոսից։ Ինչն էր պատճառը, որ այդքան դժվարացավ։ Այստեղ շատ հիանալի հայտնություն կա, ես ուզում եմ դուք հայտնություն առնեք։ Ինչի համար այդքան դժվարացավ Իսրայելի որդիներին Եգիպտոսից դուրս գալը։ Որտեղ երբ որ Իսրայելի որդիները մտան Եգիպտոս, երբ որ Հակոբը իր որդիներով եկավ Եգիպտոս բնակության, Հովսեփը տարավ իր հորը ներկայացրեց Փարավոնին։ Եվ գրված է, որ Հովսեփը օրհնեց Փարավոնին։ Փարավոնը ներկայացնում էր սիստեմը, այն սիստեմը, որ իրանց ստրկացնում է։ Որ այդ ժողովրդին ստրուկ դարձրեց այդ երկրի մեջ։ Փարավոնը այդ սիստեմն էր ներկայացնում։ Ու Աբրահամի օրհնությունը, որ եկել էր Իսահակով, Հակոբով, հասել էր Հակոբին, հիմա Հակոբը էդի օրհնեց Փարավոնին։ Այդ սիստեմը, որ իրանց պիտի ստրկացնի։ Ուշադրեք, դա էր պատճառը, որ իրանց համար այդքան դժվար էր դուրս գալը Եգիպտոսից, հեշտ չեղավ էդի։ Որովհետև Հակոբը օրհնել էր սիստեմը, այն սիստեմը, որ իրանց ստրկացնում էր։ Պատճառը, որ դժվար ալնում մարդկանց դուրս գան անեծքից, նեղությունից, որովհետև իրանց պապերը, պապերը եւ իրանց հայրերը օրհնել են այդ սիստեմը, այդ անիծված սիստեմը։ Ու հիմա դա դժվարացնում է քո համար, որ դու դուրս գաս այդ սիստեմից, որովհետև իրանց խոսքերով են օրհնել, որովհետև իրանք այնքան են աղքատությանը գովել ու հարստությանը գցել իրանց խոսքերով։ Ու հիմա դա դժվարացնում է, երբ տուն մտնեք, բարևեք նրանց։ Ումը, ով որ
Դու արժանավոր ես տեսնում։ Ով արժանավորը, ով որ արժեք է տալում քո քարոզչությանը։ Եվ ով որ վճարում է, ով որ վճարում է, նա էլ արժեք է տալիս։ Եվ ով որ արժեք է տալիս, նա էլ արժանի է դրան։ Ով որ արժանի չի իմ քարոզչության եւ իմ բժշկություններին, ով որ արժեք չի տալիս, չի վճարում, արժեք չի տալիս, որտեղ ոչինչ չկա ձրի աշխարհում եւ Աստծո մոտ էլ է Աստծո դրված համակարգ։ Այնպես չի որ սատանեն ա բերել համակարգը գցել, Աստված չի իմանում ոնց անի այս համակարգից ազատվի։ Աստված ինքն ա դրել այս համակարգը, տալ առնելու, ոչինչ չկա աշխարհում ձրի։ Ուրեմն, ով որ արժանավոր է, ձեր բարևը կհանգչի նրանց վրա։ Իսկ ով որ արժանավոր չի, ձեր բարևը հետ կգա ձեզի։ Խաղաղությունը, որ դուք բերել եք այդ տան համար, հետ կգա ձեզի։ 40-րդ համարում ասում է, ով ձեզ ընդունում է, ինձ է ընդունում։ Եվ ով ինձ է ընդունում, ինձ ուղարկողին է ընդունում։ Տեսեք, ինչքան ենք մենք քարոզել, որ մարդիկ ընդունեն Հիսուսին իրանց սրտի մեջ։ Բայց մարդիկ չեն կարող Հիսուսին ընդունել իրանց սրտի մեջ, քանի մեզի չեն ընդունել իրանց սրտի մեջ, որտեղ ասում է, ով ձեզ ընդունեց, ինձ է ընդունում։ Ով ձեզ մերժեց, ինձ է մերժում։ Հիմա մարդկանց մերժում են, բայց ուզում են Հիսուսին ընդունած լինեն իրանց սրտի մեջ։ Այդպես բան գոյություն չունի։ Տեսել եք այն հավատացյալների, որ բոլորից դժգոհ են, ոչ մեկի չեն ընդունում։ Այդ մարդիկ Հիսուսին էլ չեն ընդունել իրանց մեջ, որովհետև եթե մարդկանց ընդունած լինեն, Հիսուսին էլ ընդունած կլինեին։ Մարդկանց մերժելով Հիսուսին են մերժում։ 42-րդ համարում ասում է, եւ ով որ այս փոքրիկներից մեկին մի բաժակ սառը ջուր տա, փոքրիկները ի նկատի ունի այդ քարոզիչներն են, որոնց ինքը ուղարկում է քարոզելու։ Գնացեք գյուղերը, քաղաքները, ով որ արժանավոր է ձեզ կընդունի, մտեք իրանց տունը մնացեք, ասում է, ով որ այս փոքրիկներից, այսինքն այս քարոզիչներին մի բաժակ սառը ջուր տա, աշակերտի անունով, տեսեք, աշակերտի անունով, որպես թե Հիսուսի աշակերտներն են։ Մենք ընդունեցինք իրանց մեր տան մեջ եւ սառը ջուր տվինք։ Ինչ որ մի բան տվեցինք, չէ՞։ Ասում է, ով որ այս փոքրիկներին աշակերտի անունով մի սառը ջուր տա, ճշմարիտ եմ ասում ձեզ, նա իր վարձքը չպիտի կորցնի։ Չի կորցնելու։ Այ ապրես, ինչ վարձք, լավ հարց է։ Եթե ձրի է տրվում էլ վարձքը ո՞րն է։ Եթե ձրի ես առել, ձրի պիտի տաս։ Էլ ինչի իրանք ջուր պիտի տան քեզ եւ դրա փոխարեն վարձ կունենան։ Դու իրանց բան տվի, իրանք էլ քեզի բան տվին, էլ վարձքը ո՞րն է։ Սառը ջուր տվողների տեսակետից իրանք չպիտի նայեն, այսպես որ իրանք վարձատրում են այդ բժշկության փոխարեն։ Ուշադրեք։ Բայց այդ քարոզիչների տեսակետից իրանք պարտավոր են արժեք տան այն քարոզին, որ ես խոսում եմ, այն հրաշներին, որ ես դրսևորում եմ։ Եվ Աստված էլ է այդպես կարծում։ Բայց այդ բժշկվողի եւ քարոզը լսողի տեսակետից չպետք է երբեք այսպես մտածի, որ ես վարձատրեցի, ես վճարեցի բժշկության դիմաց, որ ես առա։ Ասում է, ձեր վարձքը դուք հետո կառնեք։ Դուք մենք մտածեք, որ այդ բժշկությունն էր վարձքը ձեր տվածին։ Մենք ինքներս միտք առնենք, որ մենք պիտի արժեք տանք, որպեսզի արժանի լինենք Աստծո բերածին։ Ուզում ես արժանի լինես հավատքին, ուրեմն դու պետք է հավատքին արժեք տաս։ Իմ փրկությունն է, եւ ինձ փրկություն եղավ։ Նա է իմ Աստվածը հզոր, նա է իմ փրկիչը այսօր, նա է իմ Տերը ինձ գնով եւ ինձ ազատող։ Նա է իմ Աստվածը հզոր, նա է իմ փրկիչը այսօր, նա է իմ Տերը ինձ գնով եւ ինձ ազատող։ Երգում եմ Եհովային, Այո, եկեք երգենք։ Փառքով Եհովան թագավոր է, հավից և սավիթ է, նորից երգում եմ Եհովային, փառքով փառավորյալին, Եհովան թագավոր է, հավից և սավիթ է,
Քեզ պես հզոր ու փառավոր կենթանի ես ու աննման ով Եհովա ով է Աստվածների մեջ Քեզ պես հզոր ու փառավոր կենթանի ես ու աննման ով Եհովա ով է Քեզ պես հիանալի սրբության մեջ փառավորված օրհնություններով սքանչելի հրաշքներ գործող ով է Քեզ պես հիանալի սրբության մեջ փառավորված օրհնություններով սքանչելի հրաշքներ գործող Չկա Քեզ պես հիանալի սրբության մեջ փառավորված օրհնություններով սքանչելի հրաշքներ գործող Չկա Քեզ պես հիանալի սրբության մեջ փառավորված օրհնություններով սքանչելի հրաշքներ գործող Երգում եմ Եհովային Փառքով փառավորյալին Եհովան թագավոր է Հավիտյան Սավիտեն Նորից երգում եմ Եհովային Փառքով փառավորյալին Եհովան թագավոր է Հավիտյան Սավիտենից Նորից երգում եմ Եհովային Փառքով փառավորյալին Եհովան թագավոր է Հավիտյան Սավիտենից երգում եմ Եհովային Փառքով փառավորյալին Եհովան թագավոր է Հավիտյան Սավիտենից